Տիկին Ադամյան, երեք ականատես եղանք, որ մի խումբ անձիկ փորձել են յուրացնել իշխանությունը, զանգվածային անկարգությունների փորձ են փորձել անել եւ նրանք ահաբեկչության հոդվածով կարելի ասել կալանավորվեցին։ Նրանցից կարկառունը Բագրատ Գալստանյանն է, որը 2 ամսով կալանավորվեց, էլի կալանավորված անձինք։ Այ շատերը նմանեցնում են, որ կանխվել է 2 հոկտեմբերի 27։ Ես կխնդրեմ ասեք, դա այդպես է։ Միանշանակ այդպես է, բայց ես չեմ կարծում, որ դա միայն 2 հոկտեմբերի 27-ն էր, գիտեք, եթե մարտի 1-ին լինեին ժամանակակից տեխնոլոգիաները, ինտերնետի նման հնարավորությունները, վստահաբար նույն ծրագիրը նաև մարտի 1-ին էր լինելու, որովհետև եթե համեմատում ենք գաղտնի փաստաթղթերում հրապարակված տեղեկությունները, թե ինչ գործողություններ էին ծրագրում կատարել, համարյա նույն գործողությունները կատարվել են մարտի 1-ին։ Այսինքն սա նույն ձեռագիրն է։ Եկեք ֆիքսենք, որ փաստացի սա նույն ձեռագիրն է, նույն ծրագիրն է։ Դե եթե հաշվի առնենք դերակատարներն ովքեր են։ Եթե հաշվի առնենք պատվիրատուներն ովքեր են։ Ըստ ձեզ ասում են հետքը դեպի այլ երկիր է տանում։ Կարծում եմ ոչ միայն ըստ ինձ, ըստ մեծամասնության, որովհետև ակնհայտ է ում էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը, ով շահեց հոկտեմբերի 27-ից, ինչու չկանխվեց հոկտեմբերի 27-ը, կարող էր չէ կանխվել։ Ամենայն դեպս Հայաստանի Հանրապետությունում կար ազգային անվտանգության ծառայություն։ Եվ այնպես չի, որ Նայիրի Հունանյանը այդպես գերգաղտնի գործողություններ էր անում, ոչ ոք չգիտեր ում հետ է հանդիպում, որտեղից է եկել, ուր է գնացել, կամ եթե նույնիսկ չգիտեր, իսկ ազգային անվտանգության ծառայությունը ինչի համար է, որ այդ տեղեկությունները չիմանար։ Սրանք հարցեր են, որ մնացել են անպատասխան։ Ես կարծում եմ, որ հենց այդ նոր տեխնոլոգիաները հենց այն հանգամանքը, որ աշխարհը փոխվել է, գլոբալացվել է, հիմա օգնեց, օգնեց այս բոլոր բացահայտումներին։ Օգնեց, որ 2 հոկտեմբերի 27 կամ 2 մարտի 1 մենք չտեսնենք, եւ դա մեր բոլորի բարեբախտությունն է։ Մենք բոլորս հիշում ենք, թե մարտի 1-ին ինչ զանգվածային ապօրինություններ էին տեղի ունենում, ինչպես էին մարդկանց կալանավորում, այդ թվում ձեր կուսակցության անդամներ կալանավորվեցին, մեծամասնությունը հենց մեր կուսակցության անդամներն էին, Լուսահոգի Սմբատ Այվազյանը, ջոկատի հրամանատար էր, մարդ, որը եղել է անկախության ակունքներում եւ մարդ, որը չէր կարող պետականության դեմ դուրս գալ պարզապես խաղաղ հավաքեն, իսկ երեկվա կալանավորված անձանց համար իրենց գործընկերները, փաստաբանները պնդում են, թե ապօրինի էր եւ այլն, արդյոք այն ձայնագրությունը, որը հնչում էր Բագրատ Գալստանյանի բերանից եւ ինքն էլ ընդունել է, որ դա իր ձայնն է, համեմատելի է այն ամենի հետ, ինչ տեղի ունենում մարտի 1-ին։ Երբ մարդը փորձում է հայրենիք ծախել, պարզապես հայրենիք ծախել իշխանություն գնելու համար, ես չգիտեմ, որ փաստաբանին ինչքան պիտի վճարել, դա հիմնավորել, հակառակը հիմնավորելու համար։ Սա է իրականությունը։ Ու մութ չի այդ իրականությունը, կարծում եմ, ոչ 3 է բացահայտվել, ոչ այսօր է բացահայտվել։ Եկեք հաշվի առնենք, որ 20-26-ից հետո սկսած գործընթացները հենց այդ ամեն ինչն էին։ Պարզապես հիմի բացահայտվել այդ գործընթացների փաստաթղթավորված տարբերակը։ Իսկ ինչ, մինչև այդ մենք չենք տեսել ոնց են փողոցներ փակում, մինչև այդ մենք չենք տեսել ոնց են փորձում զանգվածային անկարգություններ հրահրել, այգիներ քանդել, բորձորներ միմյանց գլխին տալ, չենք տեսել։ Ոստիկանների վրա մուրճով։ Այո, մինչև այդ մենք չենք զգացել ազգովին համապատասխան ծառայությունները, համապատասխան բլոգերները, համապատասխան, չգիտեմ, Կրեմլի վկաները ոնց են փորձում ամբողջ հանրությանը վախի, տագնապի, անհանգստության, անվստահության զգացում ներարկել։ Ամեն առավոտ ասել վաղը պատերազմ է սկսվելու, վաղը պատերազմ է սկսվելու, այ պատերազմը չսկսվեց առավոտյան, սկսվելու է կեսօրին։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է հենց այդ նույն ծրագիրը գործողության մեջ։ Ու ես ասում եմ, այնպես չի, որ ծրագիրը այսօր բացահայտվեց, այսօր տեղեկացանք ու այսօր պիտի արձագանքենք։ Ամենայն դեպս Հանրապետություն կուսակցությունն այս ամբողջ ընթացքում բազմիցս այդ բոլոր հարցերը բարձրաձայնել է։ Բազմիցս իր զարմանքը ու անհանգստությունը ու տագնապն է արտահայտել, թե ինչու այս մարդիկ այս հայտարարություններից հետո մնում են անպատիժ։ Եվ քո սրբազան կոչեցյալը պետական հեղաշրջման փորձ է անում ու դրան ոչինչ չի հաջորդում։ Ինչ է մնում մտածել, չի մնում մտածել, որ ԱԱԾ-ն ինչ-որ շատ խուլ է այս պարագայում, ինչ-որ շատ կույր է այս պարագայում։ Փառք Աստծո, հիմա այդ ամեն ինչ եկավ, ընկավ իր տեղը։
Հիմա ասում են շատերը պնդում են դա արհեստական բանականությամբ ստեղծված է, նույնիսկ մեզ են մեղադրում իբրև թե մեր լրատվամիջոցի պատվալներում են այդ ձայնագրությունները արվել, մինչդեռ մարդը ընդունել է, որ իր ձայնագրություններն են։ Գիտեք, մարդը ընդունել է, չի ընդունել, այստեղ 64-ական նշանակություն ունի։ Արդյոք արհեստական բանականությունն է մարդկանց ներշնչում մեր իրականությունը, մեզ շրջապատող կյանքը, մեզ պարտադրվող վախերը, մեզ պարտադրվող տագնապները։ Որքանով է արհեստական բանականության հնարանք Բագրատ Գալստանյանը, Բագրատ Գալստանյանի ու Աջապահյանի նզովքները։ Դրանք արհեստական, եթե արհեստական բանականությունն է այդ ամեն ինչի հեղինակը, փառք ու պատիվ արհեստական բանականության, ինչ ասեմ, տիեզերական երևակայությանը, թե ոնց կարող է հայ առաքելական եկեղեցու հոգևորականը հայտնվել ների դերում, ընդամենը։ Նրանք վարչապետին էին մեղադրում, որ հակաեկեղեցական հայտարարություններ է անում, ժողովրդին հանում է եկեղեցու դեմ, մինչդեռ տեսանք, թե եկեղեցականը, այդ սքեմավոր եկեղեցականը թեկուզ եւ սառեցված ինչերի է ընդունակ վերլուծելով ձայնագրությունը։ Երեք ես մշտապես ասել եմ, հենց այն պահից, երբ Բագրատ Գալստանյանը որոշեց հայտնվել քաղաքական ասպարեզում, եկեղեցին պետք է նրան կարգալույծ աներ։ Սա ես առաջին անգամ չեմ ասում, առաջին իսկ օրն եմ ասել եւ գտնում եմ, որ եկեղեցին պետք է վաղուց անտիկարգալույծ աներ, թե Բագրատ Գալստանյանին, թե Աջապահյանին, թե Գուգարաց թեմի առաջնորդին, թե բոլոր նրանց, ովքեր հայտնվում էին քաղաքական ասպարեզում, որովհետև կա երկու տարբերակ, կամ դու հոգևորական ես եւ քո գործը Աստծո հետ է եւ Աստծո հոտի ժողովրդի հետ է, կամ դու քաղաքական գործիչ ես։ Եթե դու քաղաքական ասպարեզ ես մտնում, դու դադարում ես հոգևորական լինել։ Եթե այս բաց ճշմարտությունը Մայր Աթրսով Էշմիածնուն չեն հասկացել եւ դա որ չեն հասկացել, վկայում է նաև երեք հնչած հայտարարությունը, տագնապները եւ այլն, առ Բագրատ Գալստանյանը եւ մնացյալքը, դեք այստեղ իսկապես տարակուսել է, որովհետեւ այդ պարզ իրողությունները բոլորին վաղուց հայտնի են եւ բոլորին, ինչ ասեմ, վաղուց նաև հոգնեցրել են, ոչ միայն հայտնի են, այլև հոգնեցրել են։ Այս հեղաշրջման պլան կոչվածի մեջ կա մի կետ, ընթերցեմ, հնարավոր է անհրաժեշտ լինի բոլոր առանցքային դերակատարների հավաք մեկ չեզոք երկրում ռուսական կողմի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հնարավոր է ռուսական կողմի ներկայացուցիչը Սամվել Կարապետյանն էր, հաշվի առնելով վերջին իրադարձությունները եւ նրա կալանավորումը։ Երեք դա իրավապահները թերևս այդ հարցին ավելի հստակ պատասխան կտան, թե ռուսական կողմի ներկայացուցիչը ի վերջո ով է։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ ռուսական կողմի ներկայացուցիչը ըստ պայմանական հասկացություն է, որովհետև այս ամբողջ պատմության հիմքում ոչ թե ռուսական կողմի մեկ ներկայացուցիչ է կանգնած, այլ կանգնած է Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ Ռուսաստանի Դաշնության խնդիրը դեռ 2018 թվականին է Հայաստանի Հանրապետությունում կատարված իրադարձությունները իր ցանկալի հունին վերադարձնելու նպատակը եղել։ Ռուսաստանի Դաշնության ինչին է պետք ժողովրդավարական երկիր։ Եկեք մի պահ համեմատենք, թե հիմա ինչ է կատարվում Ռուսաստանում։ Ռուսները հայտարարում են, որ իրենք հայրենական պատերազմի մեջ են Ուկրաինայի հետ, հայրենական պատերազմի։ Եվ այդ հայրենական պատերազմի զինվորներին չգիտես ինչու գնում են։ Պարզապես գնում են։ Զորավակ չի հայտարարվում։ Մարդկանց վճարում են գնալ զոհվելու համար։ Եվ կռվում են այլազգիները։ Կռվում են այլազգիները, ռուսները շատ փոքրաթիվ են։ Ու կռվում են ոչ միայն Ռուսաստանաբնակ այլազգիներ, այլև Հյուսիսային Կորեայի, այլև Աֆրիկայի, այլև տարբեր երկրների։ Շատ զարմանալի պատերազմ է, չէ՞, հայրենական կոչվելու համար։ Շատ տարօրինակ պատերազմ է հայրենական կոչվելու համար։ Բայց հիշենք նաև մեկ այլ իրողություն, օրինակ հիմա Ալտայում շատ լուրջ շարժումներ են գնում Ռուսաստանում պատերազմ դադարեցնելու, Ռուսաստանում, ինչ ասեմ, վերջին հաշվով ժողովրդավարություն վերականգնելու համար Ալտայում։ Ալտայ, մեծ հսկա երկրամաս, Հայաստանից մեծ հաստատ։ Եվ խնդրեմ ասեք, Սամվել Կարապետյանը այս ամենի մեջ ինչ դերակատարում ուներ կամ չուներ։ Սամվել Կարապետյանի դերակատարությունը շատ հստակ է։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը ինչքան փորձեր արեց։ Վազգեն Մանուկյանից սկսած ավարտված Վազգեն Գալստանյանով, բոլորը ձախողվեցին։ Աշխարհիկները ձախողվեցին, հոգևորականները ձախողվեցին, խորհրդարանական ուժերը ձախողվեցին, արտախորհրդարանական ուժերը ձախողվեցին, ժողովուրդը կեղծորակարգը չընդունեց։ Ժողովուրդը մերժեց այդ բոլորին։ Ինչ էր մնում այս պարագայում։ Մնում էր դրսից մարդ բերել։ Եվս ձախողված։
Եվս ձախողված, ի սկզբանե ձախողված։ Հասկանում եք, Ռուսաստանի Դաշնությունում չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունում չեն գործում բոլոր այն օրենքները, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնությունում։ Օրինակ Պեսկովի հայտարարությունը ինչ էր նշանակում, դա Հայաստանի ներքին գործն է, չէ՞։ Եթե Պեսկովը հայտարարեր ճիշտ ագնապ անհանգստությունը եւ այլը, դա կնշանակեր, այո, մենք ընդունում ենք, որ մենք ենք դրա հեղինակը։ Բայց Պեսկովը հայտարարում է, դա Հայաստանի ներքին գործն է, միաժամանակ թե Սամվել Կարապետյանին դեմ Հայաստանի Հանրապետությունում գործող Կրեմլի բոլոր վկաներին ասում են, մենք ձեզ գցեցինք, դուք մեզ պետք չեք։ Դա է նշանակում։ Բագրատ Գալստանյանին աջակցելու նետվեցին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան Դաշինքի падգամավորները, Սերժ Սարգսյանի ղեկավարած Պատիվոնեմի падգամավորները եւ նրանց թիմակիցները եւ որքան էլ տարօրինակ է Գարեգին Բ-ի հետ հանդիպեց եւ ենթատեքստում էլի այդ աջակցությունն էր Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ինչ կասեք այդ մասին։ Դες համար դա զարմանալի էր։ Ինձ համար դա բնավ զարմանալի չէր։ Եկեք ինչու զարմանալի չէր։ Ես իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանին իբրև Հայաստանի Հանրապետության նորանկախ պետության հիմնադիր նախագահ խորապես հարգում եմ, սոսկ այդ փաստի համար։ Բայց եկեք Լևոն Տեր-Պետրոսյանի հետագծն էլ նայենք էլի։ Հաղթած պետության ղեկավար ու ինչ լրջանալու պահ, հաղթանակի 0 գնահատական։ Ձեզ համար երբևէ հարց չի եղել։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը գնաց զինադադարի, հրադադարի համաձայնագիր ստորագրելու, երբ գործնականը պետք է ստորագրվեր Ադրբեջանի կապիտուլյացիայի ակտ։ Հարց չի եղել ձեզ համար, ինձ համար եղել է։ Եվ առ այսօր այդ հարցը մնում է անպատասխան, սոսկ մեկ պատասխան գոյություն ունի, որովհետև Ռուսաստանի Դաշնությանը պետք չէր Ադրբեջանի կապիտուլյացիան, որովհետև Ռուսաստանի Դաշնությանը պետք էր ստատուս քվո, պետք էր կոնֆլիկտի շարունակություն։ Այնպիսի ստատուս քվո, որտեղ ինքը լինի արբիտրը։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ աճ երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին։ Եթե հիմա փորձեք հակից որևէ մեկի այդ հարցազրույց անել, ձեզ գիտեք ինչ են ասելու։ Դե ոչ ոք չի պատկերացնում այն ժամանակ ինչ վիճակում էր երկիրը, մենք մի գյուղից հանում էինք հրանոթները, տանում էինք մեկ այլ գյուղ, որպեսզի տպավոր, մենք էլ շատ վատ վիճակում էինք, մենք էլ շատ այսպես չգիտեմ, բայց հաղթել եք դուք գրողը ձեզ տանի, հաղթել եք։ Եվ այդ հաղթանակը ինչու զրոյացրիք։ Ինչու այդ հաղթանակը զրոյացրիք։ Ինչու այդ հաղթանակը վերածեցիք այսօրվա պարտության։ Լևոն Տեր-Պետրոսյանը եղավ հաջորդ երկու նախագահների հոգեհայրը, ոնց ուզում եք վերցրեք։ Լևոն Տեր-Պետրոսյանը եղավ այն մարդը, որ Ռուսաստանի թելադրանքով Ռոբերտ Քոչարյան բերեց Հայաստան։ Ռուսաստանի թելադրանքով ես այս պնդումը շարունակում եմ կրկնել ու պնդելու եմ, որտեղ դա ճշմարտություն է։ Իսկ պալատական հեղաշրջումը։ Ինչ պալատական հեղաշրջում։ Ինչ պալատական հեղաշրջում։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին պաշտոնան կաներ, Վազգեն Սարգսյանը ինչ էր անելու։ Ասելու էր ոչ դու գնատում ես մնում եմ։ Պատկերացնում եք դուք նման բան։ Գիտեք, ես ուղղակի զարմանում եմ, որ անդադ այդ թեզերը շրջանառվում են, ոչ միայն զարմանում եմ, այլև արդեն զզվում եմ այն մարդկանցից, որոնք չեն դադարում այդ թեզերը անդադ շրջանառության մեջ գցել, ինչ եթե իրենք արդարանան։ Իսկ եթե արդարանում են, ուրեմն մեղավորության զգացում ունեն։ Իսկ եթե արդարանում են, ուրեմն գիտեն, որ իրենք սխալ են վարվել, որ իրենք դավաճանել են այս պետությանը։ Հիմնադրել են այս պետությունը, ստեղծել են այս պետությունը ու հետո գցել են ոտքին։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը ամենայն դեպս 1999 թվականին հոկտեմբերի 27-ից առաջ ունեցել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ունեցել է տնտեսություն, որը եթե հոկտեմբերի 27-ը չլիներ 2-3 տարում ոտքի էր կանգնելու։ Բոլոր պայմանագրերը արդեն կային թե Եվրոպայի հետ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Վազգեն Սարգսյանը այնպիսի պետության ողջ ներուժը գույքագրելով այնպիսի տնտեսական զարգացման ծրագիր էր կազմել, որը հենց սարսափի մատնեց Ռուսաստանին, որտեղ դա նշանակում էր գնա գրողի ծոցը դու այլևս այստեղ ոչ մեկին պետք չես։ Ես թե ժողովրդավարության կղզյակ եմ այս տարածաշրջանում, թե ամենամարտունակ բանակն ունեմ, ամենաթույլ հատվածը Աքիլեսյան գարշապարս տնտեսությունն է, տնտեսության հարցն եմ լուծելու, Թուրքիայի հետ եմ հարաբերություններ վերականգնելու, Արցախի հարցն եմ լուծելու։ Այդ դրա համար էր հոկտեմբերի 27-ը։ Հոկտեմբերի 27-ը նրա համար էր, որ Մեղրիի ծրագիր իրականացվի։
որպեսզի մենք այլևս աշխարհի հետ կապ չունենանք, որպեսզի մենք դառնանք այնպիսի անկլավ, ինչպիսի անկլավ Լեռնային Ղարաբաղն էր։ Այդ դրա համար էր եւ դրա համար հոկտեմբերի 27-ը չի բացահայտվում, որովհետեւ մինչեւ հիմա պետությունը այնքան ներուժ չունի, չկա այնպիսի, ինչ ասեմ, արտաքին, ներքին այնքան հզորություն, որ Ռուսաստանի Դաշնությունը բացահայտվի իբրև նման հանցագործության կազմակերպիչ, բայց բոլորը գիտեն թե Ասցիատիրոջը, թե կատարողներին։ Սա է պատմությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը կապ ունի այս ամեն ինչի հետ։ Իհարկե ունի։ Այնինչ երեք բացահայտվեց, ինչ եք կարծում, սա ամբողջությամբ բացահայտվեց, թե դեռ կան խմբեր, որոնք դեռ էլի գլուխ կբարձրացնեն եւ այս ամենով դեռ ամեն ինչ չի ավարտվել։ Իհարկե չի ավարտվել։ Իհարկե չի ավարտվել։ Դա արդեն ԱԱԾ-ի գործն է, անկեղծ ասած ես չեմ կարող ասել, թե ԱԱԾ-ն ինչ է, ինչպես ու չեմ էլ պատրաստվում ասել, ես կարծում եմ, որ միանշանակ չի ավարտվել։ Տեսեք, խնդիր է դրված, Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի ինքնիշխան պետություն, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի գուբերնիա։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի Բելարուս։ Բելարուս չես լինում, փորձում եմ քեզ Ուկրաինա դարձնել։ Չեմ կարողանում Ուկրաինա դարձնել, որտեղ թիկունքիդ ունես արևմուտք։ Որտեղ արևմուտքը թույլ չի տալիս, որ ես քեզ Ուկրաինա դարձնեմ։ Բայց պետականության դեմ դուրս են եկել յուրայինները։ Պետականության դեմ բնականաբար յուրայինները պետք է դուրս գան, բայց այստեղ շատ մեծ հարց է, իսկ նրանք ում յուրայիններն են։ Ում յուրայիններն են։ Համենայն դեպս ազգանունով։ Համենայն դեպս ոչ։ Դե Յան ազգանունով գիտեք ինչքան չասեմ թե ովքեր ու ինչեր կան։ Այստեղ յուրայինների հարց չի, այստեղ սկզբունքի հարց է։ Ռուսաստանի Դաշնությունը կորցրեց ամբողջ մեծ մերձավոր արևելքը։ Տեսեք ինչ կատարվեց աշխարհում։ Սիրիան դավաճանեց, Բաշար երկիր փրկելու փոխարեն Բաշար Ասադին տարավ պատանդ։ Դավաճանությունների պատմությունը իդեպ Սիրիայից չի սկսվել է Հարավսլավիայից։ Եվ դեռ Ելցինից է սկսվել։ Հարավսլավիա, Սերբիան։ Հիշենք այդ պատմությունները։ Հետո դրանից առաջ նույնիսկ Աֆղանստանը։ Մտան Աֆղանստան նախագահ սպանեցին, սեփական նախագահին դրեցին, պատերազմ սկսեցին, ու հետո հեռացան սլացիկ։ Բայց ինչպես է հաջողվում իրեն միշտ ջրից չոր դուրս գալ։ Արդյոք ջրից չոր է դուրս գալիս։ Ես կարծում եմ, որ այդ բոլոր դավաճանությունները հենց այսօր դրված են բումերանգի հետ հարվածով խփում են Ռուսաստանին։ Նա ջրից չոր դուրս չի գալիս։ Եթե դուք կարծում եք, որ Պուտինին 1999 թվականի դեկտեմբերի 31-ից իշխանության գալով ու առայսօր իշխանությունը պահելով, միահեծան գոռոզթարի կարգավիճակով իշխանությունը պահելով երկիրը որևէ բան շահել է, ես հորդորում եմ ձեզ հնարավորության դեպքում գնացեք Ռուսաստան, Մոսկվայից ու Պետերբուրգից երկու մեծ քաղաքներից դուրս եկեք եւ դուք կհայտնվեք 19-րդ դարում։ Շահել է Ռուսաստանը։ Ամբողջ աշխարհին գազ մատակարարելու ունակ երկիր, Ռուսաստանը գազաֆիկացված չի։ Ռուսաստանում շարունակում են պրոբլեմ մնալ դեռ այն ինչ 19-րդ դարում ձևակերպել է Սալտիկով-Շիդրինը, դուրակի իդարոգի։ Դա է Ռուսաստանը, գիտեք, մեզ չգիտես ինչու ներշնչել են ինչ ասեմ միֆը, Ռուսաստանը փրկելով գնում է։ Ռուսաստանը դավաճանելով գնում է, եւ դավաճանեց հերթական անգամ նաեւ Իրանին։ Եկեք հիշենք, անցած տարի, երբ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա Ռուսաստանից, Իրանը խնդրեց այս 400-ներ, տվեց Ռուսաստանը։ Չտվեց։ Դրանից առաջ փողը վճարված էր, Մեդվեդևն էր դեռ նախագահը։ Այս 400-ների պատմությունը վաղուց է սկսվել։ Վաճառքը կանխեցին, հրաժարվեցին, փողը չգիտեմ վերադարձրին, ինչ արեցին։ Գիտեք, Ռուսաստանը երբևէ չի ունեցել դաշնակիցներ։ Ռուսաստանի դերձարն է չէ ձևակերպել, մեր միակ դաշնակիցը մեր բանակն է ու մեր նավատորն է։ Բայց գլոբալ աշխարհում հնարավոր չի անդաշնակից ապրել։ Վերադառնալով մեր երկրի առջև ծառացած խնդրին, ինչպես պետք է շարունակել, ինչ ունենք անելու, որ այս ամենը չկրկնվի։ Դուք որպես կուսակցության ներկայացուցիչ, ո՞րն եք տեսնում։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես պետք է անենք այն, ինչ արել ենք մինչև հիմա։ Տեսեք, ես խոսում էի, որ այս ամեն ինչը գնում է դեպի 2026։ 2026-ից առաջ էր նա, ես կարծում էի, որ այն նման մի բան ինչ հիմա է կատարվում, լինելու է 2026-ից առաջ, ասենք ապրիլին, թե մայիսին, թե երբ։ Բայց փառք Աստծո, որ հենց հիմա է լինում, որովհետև սա նշանակում է, որ դաշտը մաքրվելու է։ Սա նշանակում է, որ դաշտում քաղաքական ուժերի միանշանակ վերադասավորում է լինելու։ Սա նշանակում է, որ այլևս սևեր սպիտակները այդ պայքարը կորցնում է արդիականությունը, որովհետև սևերը ինքնալիկվիդացվում են։
Համենայն դեպս բոլոր մտածող հայերի համար, իսկ այն չմտածող հայերի խմբակը, ես նրանց բաժանում եմ ընդամենը 3 խմբի։ Մարդիկ, որոնք մոլորված են, պարզապես վախեցած են, նրանց անդադ են վախ, տագնապ, չգիտեմ ինչ են ներշնչել, որ այ մի տեր կա, այդ մի տերը Ռուսաստանն է, Ռուսաստանը չեղավ թուրքը կգա ձեզ կուտի։ Նրանք մոլորված մարդիկ են, նրանց հնարավոր է բացատրել, հասկացնել ճշմարտությունը։ Կա երկրորդ խումբը, խիստ գաղափարականներ, որոնց ինչ ուզում ես ասա, մահ կամ ազատությունն է նրանց սկզբունքը, բայց իրենց ազատությունը ուրիշի մահը, այդ տարբերակով։ Եվ կան բարձավճարվածներ, որոնք պարզապես հայրենիք են վաճառում, նրանց հետ արդեն ոչինչ չես անի, նրանք պետք է հայտնվեն միանշանակ օրենքի ողջ, ինչ ասեմ, խստությամբ պետք է հայտնվեն համապատասխան վայրերում։ Հիմա ո՞րն է եղել մեր խնդիրը մինչև այս ամեն ինչը։ 2018-ի հեղափոխությունից հետո ինքնիշխանության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության դիմակայունության մեծացումը։ Այստեղ քաղաքացիական պայմանագիրն էլ գործող կառավարությունն էլ բազում սխալներ են գործել։ Եվ սխալների սխալը եղել է այն, որ տնտեսական հեղափոխություն չի կատարվել։ Տեսեք, այսօր Սամվել Կարապետյանի հեծերի պատմությունը դառնում է քաղաքական պատմություն։ Շահարկման առարկա։ Ինչու՞։ Այդ քայլերը եթե արվեին մինչև այս, ամենայն դեպս 2-3 տարի առաջ, եթե դրվեր ռուսական մոնոպոլիաների վերացման խնդիր, իսկ ռուսական մոնոպոլիաները մենակ հեծերը չեն։ Գազը, երկաթուղին, ատոմային էներգետիկան, հանգահունքային ամբողջ Հայաստանի Հանրապետության հանգահունքային հարստությունը, այդ այս ամբողջ մոնոպոլիաները Ռուսաստանի Դաշնության տակից, ձեռքից վերցնել հնարավոր լինել, այսօր Սամվել Կարապետյանները զորո արժեք կունենային։ Չեն կարել այդ քայլերը, այ դրա համար այս դեպքում մեր անգա արդեն վերադառնում է դեպի գործող իշխանություն։ Հանրապետություն կուսակցությունը տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունը բազմիցս հիմնավորել է, եւ առաջարկներ է ներկայացրել, ինչը ոնց անել, ինչը ինչպես անել, ինչը երբ անել։ Այս օրերին բավականին ինտենսիվացել են նաև այն զրույցները, որ հա լավ էր, որ այս խումբը բռնվեց, կալանավորվեց, գաղտնազերծվեց ամեն ինչ, բայց Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը քանի դեռ ազատության մեջ են, անընդհատ այս տեսակ բաների պետք է սպասել զգուշանալ։ Դուք ինչ կարծիք եք։ Ես կարծում եմ, որ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանն էլ շարունակում են մնալ այն քաղաքական իրենց այդ կետում, նրանք վտանգավոր են։ Եվ այստեղ շատ ավելի, գիտեք, ինչ հարց կա։ Երկար ժամանակ, իբրև լրագրող հաստատ նաև լուսաբանեց կլինեք, երկար ժամանակ միմյանց դեմ պայքար կար։ Թե Սերժ Սարգսյանի ճամբարից, թե Ռոբերտ Քոչարյանի ճամբարից, որը մեկի մոտ հարց առաջացել է, թե այդ պայքարը ինչի համար էր, ինչի են այս մարդիկ, այսպես մեղմ ասած իրար ուտում։ Բայց ինչպես նկատեցինք, թիմային կռիվ էր ավելի շատ, որտեղ միջանձնային չկար, համենայն դեպս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչյանին թշնամի չի դիտարկում։ Իսկ Սերժ Սարգսյանը պիտի այդ հայտարարեր։ Դուք վստահ եք։ Իհարկե չէր հայտարարել։ Ես կարծում եմ Ռոբերտ Քոչյանն էլ չի ասի, որ Սերժ Սարգսյանի հետ ես անձնական խնդիրներ ունեմ։ Գիտեք, ես չեմ սիրում հետ դեպի անցյալ գնալիս, ընդհանրապես կարծում եմ, որ մենք շատ ենք անցյալի մեջ թաղվում, փոխարենը մենք պետք է առաջ գնանք։ Բայց եկեք հասկանանք, էլի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ակասությունները իրական են, թե իրական չեն։ Ես կարծում եմ, որ շատ երկար ժամանակ իր ամբողջ պաշտոնավարման տասնամյակում Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ Ռոբերտ Քոչարյանը հաջողության հասնի։ Եվ Ռոբերտ Քոչարյանի հենարան հիմնականում Սերժ Սարգսյանն է եղել, այլ հենարան այս երկրում ինքը չէր ունեցել Ռուսաստանից բացի, երկրի ներսում։ Իսկ ինչով պատասխանեց դրան Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբին մարտի 1-ը նվիրելով։ Նման ընծաներից հետո ինչ պիտի աներ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը պատասխանեց, չիմանաք որ Սերժ Սարգսյանն շատ անմեղ էր։ Սերժ Սարգսյանը 2015-ին պատասխանեց սահմանադրություն փոխելով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, որ չուներ կուսակցություն, որ պատրանքների մեջ էր ապրում, թե ժողովուրդն է իր կուսակցությունը չկարողանա վերադառնալ իշխանության։ 2015-ին սահմանադրություն փոխելը, պետական կառավարման մոդել փոխելը Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադարձը կանխել էր։ Բայց մինչև Ռոբերտ Քոչարյանն էլի սրիկայություններ էր արել։ Այդ սրիկայություններից մեկը ԲՀԿ-ի ստեղծումն էր։
ԲՀԿ-ի ստեղծում միակ նպատակն էր, որ ԲՀԿ-ով Ռոբերտ Քոչարյանը մնա իշխանության, բայց ԲՀԿ-ն պարտվեց, ԲՀԿ-ն 2007-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց։ Ռոբերտ Քոչարյանը գնաց այնուամենայնիվ Մելիք Ադամյան, մի կես բերան, մի ծուր բերան շնորհավորելով։ Այսինքն իշխանության համար, հանուն իշխանության պայքարում նրանք այնպեսի աններելի միմյանց հանդեպ մարդկայնորեն աններելի, եւ վերջին հաշվով կա նաեւ կապիտալի ըստ էության կիսման տարբերակը, այնպես չի որ բոլորը միմյանց միջև ամեն ինչ հավասար բաշխել են։ Ես եմ ուզում, որ մեր հարցազրույցը ավարտվի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, չգիտեմ, ելում մասին պատմությունները, որտեղ այդ պատմությունները բոլոր դեպքերում մեր անցյալի պատմություններն են։ Հիմա մենք ունենք ներկա, եւ մենք ունենալու ենք ապագա, մեր գերխնդիրը դա է։ Մեր գերխնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մեծացումն է, եւ մեր գերխնդիրը այս անհավասարակշիռ հավասարակշռությունից դուրս գալն է, որովհետեւ դու չես կարող քո երկրում հավասարակշիռ վիճակ ունենալ, եւ դու քո երկրում ունես մոնոպոլիաներ։ Շատ մեծ տնտեսագետ Դարոն Աջեմյան լինել պետք չէ այսքանը հասկանալու համար, բայց նաեւ պետք է միաժամանակ արձանագրել, որ ներքաղաքական երերուն վիճակը հնարավոր է հաղթահարել նոր աշխատատեղեր ստեղծելով։ Մարդիկ նաեւ փողոց են դուրս գալիս, տեսեք Գյումրիում, կարծում եք Գյումրիում Վարդան Ղուկասյանը հաղթեց կոմունիստ լինելու համար։ Աբսուրդ է, չէ՞։ Պարզապես Գյումրիում հաղթեցին Վարդան Ղուկասյանի ժամանակին ստեղծած աշխատատեղերը։ Հաղթեցին այն աշխատատեղերին, որ չէին ստեղծվել իրենից հետո։ Այդ հանգամանքը հաղթեց։ Եվ հիմա երբ փորձում են որ բերել են սցենարը, որ 20-26-ին էլի գնալու են, չգիտեմ, Գյումրու սցենարով եւ Ռոբերտ Քոչարյանը վերարտադրվելու, հաղթելու ինչ որ շանսեր է ունենալու, ասեք դա մեծ համաշխարհային սուտ է։ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի հաղթանակի հնարավորություն չունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր դեմ ունի ժողովուրդ, որը վաղուց հասկացել է ինքը ով է, ինչ է եւ որ երկրի գործակալը։ Չասեմ, բայց ներկայացուցիչն է հաստատ, ու այդ երկիրը Հայաստանը չի։ Հայաստան եւ Ռոբերտ Քոչարյան հասկացությունները թե 20-րդ դարում, թե 21-րդ դարում անհամատեղելի են վստահաբար։ Իսկ մենք 21-րդ դարը մերն ենք դարձնելու։ Ու սա է այսօրվա ճշմարտությունը։ Այս բոլոր իրադարձությունների միջից դուրս եկող, այս բոլոր իրադարձություններում բյուրեղացվող ճշմարտությունը նա է, որ 21-րդ դարը ինքնիշխան զարգացող պետություն Հայաստանինն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։